Շատ մարդիկ են բողոքում, որ իրենց տան մեջ երջանկություն չկա կամ հաջողություն չկա։ Սա իրենք ասում են հետևանքը, մոռանալու պատճառի մասին։ Եթե ուզում ենք, որ մենք հաջողություն ունենանք, եթե ուզում ենք, որ մենք երջանիկ լինենք, որը մեր տան մեջ պիտի խաղաղություն լինի, որտեղ սեր, այնտեղ խաղաղություն, որտեղ խաղաղություն, այնտեղ Աստված։ Հետևաբար մարդիկ սերը անտեսելով, անկողինը սուրբ չպահելով, իրեն զրկում են սրբությունից ու աստծօրնությունից, իսկ եթե աստծօրնությունը իրենք հեռացնին իրենցից, նշանակում է իրենք դրա դառը պտուղները պիտի քաղեն։ Ինչ որ ցանում ենք, դա է որ Աստծոց մեկացում ենք։ Չափազանց կարևոր է մեր ընտրությունը։ Երբ որ ընտրում ենք մեր երկրորդ կեսին, ում ենք ուզում նրա մեջ տեսնել։ Նյութական կարողություն ունեցող մեկին, թե խելացի միասնավորության, որը պետք է լինի մեր զավակների երկրորդ ծնողը։ Երբ որ իրական արժեքը փոխարինում է կեղծ արժեքով, դա նաև հաճախ պատճառ է դառնում, որպեսզի ընտանիքը այդպեսի չձևավորվի։ Որտեղ սիրտը պետք է սրտին կպնի։ Մարդը պետք է սիրուն նախապատվությունը տա, եւ ոչ թե ինչ ընտանիքից է դուրս եկել, ինչ նյութական միջոցներ ունի, ցավոք սրտի սա էլ այսօրվա հիվանդագին մոտեցումներից մեկն է, որը նաև դառնում է շատ ընտանիքների քայքայման պատճառ։ Աստված զավակ որտեղից է տալիս, ես միշտ սա կրկնում եմ, 50% գենետիկորեն վերցնում է մեզանից եւ 50% վերցնում է այն մարդուց, ում որ մենք ենք ընտրել։ Եվ նոր ստեղծում է մի ուրիշ արարած զավակին։ Եթե ուզում ենք, որ մենք լավ զավակ ունենանք, իսկ սա բոլոր ծնողների մեծագույն ցանկությունն է, ուրեմն առաջին հերթին ինքներս պիտի լավ լինենք, երկրորդը պետք է ճիշտ լինի մեր ընտրությունը, որպեսզի վերջնական մեր արդյունքը լինի այն, ինչի մասին որ մենք երազում